Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծննդից 40 օր հետո փետրվարի 14-ին կնշի Մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը Տեառն Ընթառաջը։ Նախորդ օրը փետրվարի 13-ի երեկոյան կկատարվի նախատոնակ։ Ժամերգության ավարտին ժողովրդական սովորույթի համաձայն խարույկ կվառվի։ Տոնի հիմքում 40 օրական Հիսուսին տաճար տանելու պատմությունն է, երբ Սիմեոն ծերունին ընթառաջ է գալիս նրան։ Տոնը այդպես էլ կոչվել է Տիրոջն ընթառաջ։ Սիմեոն ծերունին վկայում է ճշմարիտ լույսի մասին, երբ գրկում է 40-օրյա մանկանը եւ ասում, որ իր աչքերը տեսան փրկությունը։ Տեառն Ընթառաջը Տիրոջն ընթառաջ գնալու հրավեր է բոլորին, իսկ զավակին եկեղեցուն ընծայելը նշանակում է դաստիարակել եւ կրթել նրան հոգեվոր նկարագրով։ Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով եւ կանթեղներով է ելնում նրան ընթառաջ։ Մենք էլ նույն օրինակով այդ օրը կրակ ու ջահ ենք վառում եւ Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում։ Տեառն Ընթառաջի նախատոնակին ընթերցվում է 40-օրյա Հիսուսին տաճարին ընծայելու ավետարանական պատմությունը, շարականներ են հնչում, ապա անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի 4 կողմերը։ Ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերը Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց տներ տանելու համար։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ դեռ տարիներ առաջ Տեառն Ընթառաջի տոնի օրը հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր։ Փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է տոնական պատարագ։